Նաև ինչը կարա խոչընդոտի, որ մարդը իր վիշտը ավելի դժվար տանի։ Երբ որ օրինակ կորուստը տեղի է ունեցել այն փուլում, երբ որ հարաբերությունները լավ չէր։ Օրինակ դու կորցրել ես ամուսնուդ, որի հետ դու խռով էիր այդ ընթացքում, որի հետ վեճ ունեիր։ Ես հիշեցի մի դեպք, իմ ուսանողներից էր, այդ կինը պատմում էր, որ իր մոր մահացած օրը մայրը առավոտյան զանգել է, ասել է՝ «Արի, այս վերմակները քանդենք, այս բուրդը արևին տանք» եւ այլն, ու ինքն էլ սկսել է գորգորել դե մամադել ավելի։ Դու գիտես, ես ունեմ, չունեմ, մի հատ շաբաթ կիրակի ունեմ, այսպես գորգրացել է, չխայնացել է, որ դե մի հատ շաբաթ կիրակի ունեմ, դու էլ ասում ես՝ «Արի, բուրդ քանդենք» եւ այլն, ու անջատել է։ Ու օրվա վերջում լսել է, որ մաման մահացավ։ Այս կինը ոնց էր լացում, չէր կարողանում ինքն իրեն ներել։ Չէր կարողանում ինքը համակերպվել, որ գործնականում այնպես չի, որ այդ զրույցից հետո հենց դա էր պատճառը, որ դեպքը տեղի ունեցավ, հա, բայց այստեղ էլ արդեն թերապևտիկ դաշտում մենք փորձում ենք կարծես բերել թեկուզ անձը չկա, բայց բերել այդ ներման կետին, փորձում ենք այդ հարաբերությունները թեկուզ անձի բացակայության դեպքում ինչ որտեղ օգնենք, որ ապրվեն, այդ գեշտալտը, այսպես ասած, փակենք, ներման process-ը, խոստովանության process-ը, հա, ինչ դու կասեիր, ինչ կլրացնեիր, ինչ կուզենայիր, չգիտեմ, արտահայտել, անել եւ այլն, եւ դրանով գոնե օգնում ենք, որ մարդը կարողանա այդ պատմությունը փակել, որտեղ եթե հարմար պահի, այսպես ասած, չի մահանում կամ մահանում է անձը, բայց այդ անձի նկատմամբ կա ատելություն եւ ինչ որտեղ սրտի խորքում մարդը ուրախ է, որ մահացավ։ Օրինակ, ունի ծեծող, հարբեցող ամուսին եւ ինքը իր սրտի խորքում ինչ որտեղ անգամ փափագել է, որ մեռնի բրծնեմ, անգամ ասել են, ու հանկարծ դա տեղի է ունենում։ Ու նորից մարդը կարա հայտնվի մեղքի գիտակցության մեջ, մեղքի զգացման մեջ, դատապարտության մեջ, զրպարտանքի մեջ, որ ես իրականում ուզում էի, սա իմ սրտի ցանկությունն էր, կամ հակառակը շատ դժվար է անցնել այդ ամոքման, վերականգնման լիարժեք ընթացքը, որովհետև դու մյուս կողմից հասկանում ես, որ вообще-то քո ամուսինն է, դու պիտի լացես, տանջվես, կորուստ ապրես, բայց մյուս կողմից քո ամբողջ էությունը խաղաղվեց, հանգստացավ, ուրախացավ, կարծես պրծար մի հատ շատ ծանր բեռից։ Այսինքն ներքին process-ներ կան, որ երբեմն խոչընդոտում են կամ օգնում են այս կորուստի ճանապարհին։